Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, հետախույզի օրագիրն է Գործարար ալիքի եթերում FM 106 եւ 5 հաճախականությամբ եք մեզ լսում կամ դիտում եք լրատվական ռադիոյի Գործարար ալիքի թվային հարթակներում։ Վովա Վարդանովն է հաղորդման հեղինակը, առաջին խոսափողի մոտ Դավիթ Խումարյանը երկրորդ խոսափողի մոտ է ձեզ համար աշխատում։ Աշխարհի տարբեր երկրներում Աբու Դաբիում վերջերս ավելի շատ ռուս-ուկրաինական բանակցություններն են Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Այս պատերազմը հույս կա, որ ավարտին է մոտենում, մենք թող սա առիթ լինի, մենք կքննարկենք ոչ թե քաղաքական հատված այս պատերազմի, այլ հենց ռազմական հատվածը, կարծես թե այս մի քանի տարիների ընթացքում, այս 4 տարվա ընթացքում պատերազմը փոխվել է ու տարբերությունը մեծ է, այսինքն թե կիրառվող զինատեսակներն են փոխվել, թե մարտավարությունը, փոփոխությունները շատ են, կուզեի այդ քննարկեինք եւ իհարկե մեր դասերը այս պատերազմից։ Եթե սենց ուշադիր նայում ես, ոչ մի մարտավարություն չի փոխվել։ Այն մարտավարությունը, որ հիմա կիրառվում է, դա պասիվ առաջի համաշխարհայինի դիրքային պատերազմն է հիշեցնում, երբ որ գրոհային խմբերը ներթափանցում էին, գրավում էին, կամ լեզու էին գողանում, մարդ էին գողանում, կամ տարածք էին, ասենք, վերցնում եւ ամրացվում եւ մի քիչ ճակատ էին կոմեսկում, ինքը այդ առումով մարտավարությունը չի փոխվել, որովհետեւ լայնամասշտաբ հարձակումները այդ ձևով չի լինելու։ Լայնամասշտաբ հարձակումները, ասենք, որոնք որ օպերատիվ խորության վրա դուրս կգա, ասենք, առաջնագիծ ճեղքողը, ինքը մեկ այլի շատ արագ տեղաշարժվող բռունցք պետք է ձևավորի։ Հին ժամանակներում, ասենք, Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ դա հետևակը չէր հայ հեծելազորներ, որը որ ճեղքում էր եւ ասենք կամ Գանիբալի վաղտ, ասենք, Գանիբալ բարկա Կարֆագենի զորավարը հռոմեացիներին ջախջախող մշտապես հեծելազորը ներթափանցում է, դուրս է գալի, ասենք, բան պրաստոր օպերատիվնի շրջանցում է կամ նետվում է առաջ փակելու, ասենք, շատ խորքում հետ փախուստի ճանապարհը, բանը ձյուց հետո հայտնվեցին բանը մեքենաները, 1900 տանկերը այդ դերը չէին խաղում, բայց 1920-21 թվական բանը սովետա-ուկրաինական պատերազմի ժամանակ բանը հրաշք Վիսլայի վրա այտենց օպերացիա կար, որը գնդապետ Վեյգանն էր ղեկավարում, որ հետագայում ֆրանսիական փառապանց գեներալներից մեկը եղավ, թե այդ վաղտ արդեն գեներալ էր։ Ու կարևոր չի, Վեյգանը, այդ ժամանակ մեծ դեր խաղաց, ասենք, մեքենաներով մարդկանց տեղաշարժը, որը բանը սովետական զորքերի արանքը մախրճվեց եւ արագ գնաց բանը մեքենաները թույլ տվեցին նույնիսկ հետ բանը քաշվող հեծելազորին թույլ չտալ, որ իրանք միավորվեն, շատ հետ քաշվեն, միավորվեն, դրա պատճառով մեր հայրենակիցը հայ բժշկյանցը արձանը երկրորդ մասիվում է կայնած Գայի արձանի մասին, Գայի արձան, որ ասում են, այդ հերոսը, ում արձանն է կանգնած, ինքը ստիպված եղավ իր զորամիավորման հետ միասին, ուրեմն այդ ճեղքը չկարանալով հաղթարել հեծելազորով, ինքը անցավ բանը այդ ժամանակ գերմանացիների տիրապետության տակ եղած բանը Քյոնիգսբերգի տարածք մտավ եւ Ինտերնիրովենիայի ենթարկվեց։ Ինտերնիրովենիան հայերեն ոնց կլինի, ինտերնավորում, հա, դա նշանակում է բան, երբ որ դու ոչ պատերազմող ես, երկու պատերազմող կողմի զինվորականները հայտնվում են քո մոտ, այ ոնց որ Սև ծովի վրա թուրքերը պարբերաբար հայտնաբերում էին օդաչուների, մեկ սովետական, մեկ գերմանական, մեկ ռումինական եւ իրանց տանում էին իրանց մոտ, տարբեր են վերաբերվում իհարկե այդ Ինտերնիրովենիայի ենթարկված բանը մարդկանց զինվորականներին, ասենք, թարս էին նայում սովետին, վատ էին վերաբերվում, օրինակ գերմանացիներին սիրահարված բոլոր թշերը համբուրում էին երկրորդ համաշխարհայինի ժամանակ եւ
գերմանական օթաչուները շատ ազատ Ստամբուլում ֆրֆռում էին, բան այն դեպքում, որ իրանք պետք է կոնցլագերում լինեին, էլի ասենք։ Իսկ սովետական օթաչուները երկար ժամանակ հետո էին վերադարձվում։ Հա, իդեպ ասենք, Իրանը շատ հարևանաբար եւ եղբայրաբար վարվել, երբ որ զինվորականները փախել են Կովսականի շրջանից թուրքական անցել են այն կողմ, իրանց առանց զինաթափելու տարել են մի քիչ այնյան, ասենք, ուրեմն Խուդաֆերինի կամուրջով բանով իրանք անցել են, որոշ մարդիկ նաև ասենք նավակներով եւ լողալով 93 թվականին տարել են մի քանի մի 20 չէ 30 կիլոմետր են կողմ էլի կամուրջ կար ու հետ էր իրանց վերադարձել փաստորեն ինտերնիրվանիայի process բանա չի տեղի ունեցել դա խոսում է դրա մասին որ ինքը sense tenants կողմ ա եղել թուրքերին ինքը փաստացի պատերազմող կողմ չի եղել բայց ես դա չեմ ասում որ հակապարսկական ասենք բաներ ձևավորվեն էլի որովհետև հիմա պետք է էշելնես որ Պարսկաստանի ցանկացած դժվարության վրա ուրախանաս այտենց էշեր ամեն տեղ կան մեր մոտ էլ բնականական որովհետև եթե մի փոքր խառնվի մենք հսկայական խնդիրներ ենք ունենալու Հիմա եթե անդրադառնանք այդ ժամանակակից տեխնիկային, ուրեմն տանկերը, զրահապատ մեքենաները այն արագությամբ են տեղաշարժվում, որ սովորական մեքենային գրեթե չեն զիջում եւ բռունցքները, որոնք որ պետք է ճեղքեն առաջնագիծը եւ բանը լուրջ փոփոխություններ մտցնեն, բեկումնային լինի այդ ճեղքումները, ասենք, պատերազմի մեջ բեկում մտցնեն, այդ դրոններով, փոք պստիկ բաներով հնարավոր չի անել։ Ուղղակի բացառվում է, որ այդ ձևով ինչ որ արդյունք լինի։ Սա մաքուր դիրքային պատերազմի համար առաջի համաշխարհայինի սնայպերի կամ ասենք եթե մասսայական հարձակումը քիմիական բանը ամպերի դեր է խաղում առաջի համաշխարհայինի ժամանակ ոչ թե քիմիական զենքը բաների մեջ էր սնարյադների մեջ էր եւ կրակում էին մի 5 կիլոմետր են կոմեր տրակում այլ քամի էին բռնցնում որ դեպի հակառակորդ գնա ու բացում էին այդ քլորը կամ նմանատիպ ասենք քամիները ու քամին տանում էր այդ բնականա իր վնասը միայն առաջնագծի ինչ որ հատվածին վնաս հասցնում նույնը այդ դրոններն են իհարկե դրոններ կան որոնք որ տասնյակ կիլոմետրներ են ներթափանցում բայց ինչքան շատ ներթափանցում ես այնքան քանակը ներթափանցած տեխնիկայի այդ անօթաչուների պակասումը այնքան կոնտրոլը փոքրանում է ու հայտնաբերել բոլոր թիրախները անհնար է եւ խփում ես այն ինչ որ կարող ես խփել կարճ ասած ինքը այդքան արդյունավետ չի հեռու գնացած դրոնը եթե ինքը կոնկրետ հետախուզական տվյալներով չի գնում ու կոնկրետ բան խոցելու էլի ներողություն եմ խնդրում դիպուկահարների հետ համեմատություն արվեց ես մի ռուս վերլուծաբանի էի լսում Շիրայևկա չգիտեմ գիտեք թե չէ սիրելի ռադիոլսողներ ով ռազմական փորձագետ գնդապետ լսեք առանձին հաղորդում ունի եւ այլն շատ հաճախ ռուսական մեդիա երևում է սենց մի տրենդ կար ասում էր որ ռուսական բանակի դիպուկահարները դադարում են դրանով զբաղվել ու գնում են դառնում են FPV-ի մասնագետ FPV դրոնների Այսինքն ինքը ոնց որ սկսում է փոխարինել դիպուկահարին, որը ավելի կարող է համալրած։ Այսինքն ոնց որ տենց բան կա, միտում կա, որ դիպուկահարները որոշում են FPV դրոնի օպերատոր դառնալ։ Շիրայևը բանա համենայն դեպս ես չգիտեմ ինքը ինչ ձևի զինվորական ա եղել, բայց որպես վերլուծաբան բավականին գրագետ է եւ ես լսում եմ իրան ասեմ ավելին հայր եւ որդի Շիրայևների ասենք բանը հաղորդումը ոդկասթը հուշեց որ ես իմ ավակ որդու Վաղինակի հետ հայր եւ որդի Վարդանովներ հաղորդումը բացենք շատ լավ ոդկասթ է սիրելի ռադիոլսողներ դետքին էլ բաժանորդագրվեք դետքի ալիքում է եթե ես չեմ սխալվում բաժանորդագրվեք հետևեք հայր եւ որդի Վարդանովները Այս Շիրայևը եթե ասել է սնայպերներին փոխարինումը սնայպերներին չի փոխարինում սնայպերները կամովի հասկանում գնում են սկսում են փոխարինում է փաստորեն իրանց որակավորումը ոնց որ ասած տարիներով մշակած իրանք բրախում են դա սկսում են FPV օպերատորություն ես դրան այնքան էլ չեմ հավատում ես հավատում եմ դրան որ FPV մանավանդ դրոններով բանը փոքրաթիվ բաները կոմանդաները
ասենք խոսքի մի դիվիզիայի տարածք, այնտեղ պետք չի քեզ խոսքի 500 հոգանոց, ասենք դրոնների գումար տակ։ Այնտեղ մի քանիսն են եւ այդ մի քանիսին կերակրելու բանի խնդիրները ինչ են անում, վերցնում են փոքրիկ ստորաբաժանումները, կպցնում են իրար ու խոսքի դառնում է կոմենդանտսկի, ասենք ռոտա։ Տարբեր մասնագիտության տեր մարդկանց։ Այդ բանը իրանց պիտի կացեին կամ հետախույզների հետ, կամ սնայպերների հետ, երևի կացել են սնայպերների հետ, մի ստորաբաժանում են, ասենք, ձևավորել, եւ այնտեղ մի ստորաբաժանման մեջ, բանը, մեկը մյուսին փոխարինելը շատ տարածված բան է, հետո մեկին կարա թվա, որ այս մեկը, տես, մեջքս արդեն ցավում է, երեկվա ջայլը չեմ, բան, այդքան պապլաստոնսկի է տան, բան, անցնեմ ստե, բան, մեկը փողը նույնն է, հայրենիքի ծառայություն մատուցած, բանը, շեմ ամեն ինչ նույնն է, տենց բան կարա լինի, հարգի ծառայությունը, բայց կարծում եմ հակառակ էֆեկտն էլ կարա լինի, ճիշտ է, դրոնավոդները, բանը, այդ գեյմերները, որոնք քաղաքացիական կյանքից եկան ու դրոնավոդ դառան, իրանք կարան հրապուրվեն, ասենք, սնայպերի ոչ թե ռոմանտիկայով, այլ փիլիսոփայական պատերազմի մասնակցելով եւ փոխադարձ կադրերի խոսք լինի, էլի, ասենք, այդ էլ կարա լինի, դրա ստատիստիկան չեմ երբևէ հրապարակվի կամ այդ ստատիստիկան գրանցում են, չեմ անում։ Խոսենք ինչի մասին, որ լավ դրոնները դրոն, իրանք առաջնագծում մանավանդ այդ չեզոք գոտին, այդ մեկ էլ առաջի հենց դիրքերի մեջքի հետևը 1-2 միգուցե 5 կիլոմետր այդ ռուսերեն LBS են ասում, լինիա բայվովը սապրիկասնավենյա, այդ անմիջապես շփման գոտին է, էլի ասենք, այնտեղ բանա մերիալ գոտի է դառնում, մահվան գոտի է դառնում այդտեղ եւ բանա այդ ցանկացած փոփոխություն կարա ուշադրություն գրավի, ցանկացած։ Դրա համար թաքնված բանա անօթաչու օպերատորը ինչ որ բնի մեջ թաքնված մի հատ փոքր փայտիկ դրած որեն բանա մալուխով ռետրանսլյատորը, որ ինքը կարողանա կառավարել առանց ինչ որ ձևով ֆիքսվելու հակառակորդի էլեկտրոնային, ասենք ռադիոէլեկտրոնային հետախուզության կողմից, դա շատ նորմալ բան է դառնում, ասենք, որ չերևս, եթե հիշենք, թե բանա արևելյան ճակատում, առաջի համաշխարհայինի, թե արևմտյան լայն տարածում չստացավ, բայց շատ մարդիկ բան այդ առաջի համաշխարհայինի վաղ փորձում էին խրամատի դուրս չգալով կրակեն եւ հրացանի սիստեմաներ կային, կպցնում էին բան նույնը եղել է Իռլանդիայում 70-ական թվականներին Բելֆաստում, երբ որ կաթոլիկները եւ բանա բողոքականները իրար այդ քաղաքացիական պատերազմ սկսեցին ու շենքի անկյունի հետևից նկուղի պատուանից կրակելը բան կարար շատ հեշտ խոցման առարկա դառնայր, որտեվ այդ շատ մոտիկ դիստանցիաների վրա դիտարկվում էր շատ ուժեղ սնայպերները նստած լավ կրակող բան եւ ցանկացած գլուխ ցույց տալը ինքնասպանություն էր եւ տարբեր մարդիկ տարբեր ձևի ինչ որ փորձեր էին կատարում հիշում եք մի կադր կա իռլանդական ասենք այդ ապստամբությունից երբ որ մի աղջիկ յուբկայով ավտոմատը ձեռը կրակում է եւ նկարագիրն է այդում որ այդ անկյունի հետևից կրակում էր իր փեսածուն որը զոհվեց եւ ինքը կանգնեց կրակելու ինքն էլ զոհվեց այդ ինչի համար որովհետեւ եթե կրակում ես ու ուղակի լցնում ես հա կարող է չզոհվես բայց անարդյունավետ է քո կրակը եթե նշան ես բռնում արդեն քո վրա են նշան բռնում այո կարճ դիստանցիաների վրա շատ դժվար է էլի ասենք նշան բռնել ու չխոցվել այդ դրոնը այդ նման հնարավորություն է տալի նման հնարավորություն տալիս էր դիտարկելու գոնե առումով հետախույզի խողովակը տруба разведчика այն որ sense բանը ռուսերեն գետարի նման ինքը բանը տրուբան ուղիղ էր 45-ի տակ լինզա էր դրվում 45-ի տակ լինզա էր դրվում ու ինքը ասենք առանց խոշորացնելու դու կարող ես ասենք դիտարկել էժան շատ էժան ձևով ասենք դիտարկել ինչա կատարվում դրոնը շատ հարցեր թռչող դրոնները այդ հարցերը լուծում են բայց նույն դերը խաղում էին հայկական դիրքերում տեղադրվող բաների վրա, շտատիվների վրա, բարձր վիշկեքի վրա,
կամ հրամանատար դե սրանք կամերաները, չէ, հասկանում եմ, բայց ոչ բոլորն են հարվածում, չէ, կամ որ ուղղակի դիտարկում են, հարվածողին կանչում են։ Նույն ձևով Վիշկեքի վրա պրիբորներ կային հայ-թուրքական, ասենք, սահմանի վրա Արցախով ամբողջությամբ եւ համոզված են, որոնք ապրիլյան պատերազմից հետո հայտնվեցին, եթե դուք հիշում եք։ Դրանից առաջ շատ քիչ 2-3 հատ էր, իսկ 16 թվականից հետո այդ թվում նաեւ ասենք հայ բիզնեսմենների օգնությամբ լուրջ պատմություններ գլխներին բերելով անց բերեցին մարդիկ ու կարողացան հագեցնեն առաջնագիծ անենց, որ թուրքը ոչ մի բան չէր անում, որ մենք չտեսնենք 10 կիլոմետր խորության վրա առանց թռնելու։ Նույն էֆեկտն է։ Ես որ ասում եմ բան չի փոխվել մարտավարության մեջ, ես դա նկատի ունեմ, շատ բաներ վաղուց, ասենք անգամ թռչող դիտարկողը դա հին բան է։ Բանի պատերազմի ժամանակ ռուս-թուրքական Բուլղարիայի համար պատերազմի համար 1877-78 թվերին օթապարիկով հետախույզին հանում էին, ինքը դիտարկում էր, նույն դրոնի դերն էր խաղում հետախույզ։ Հետո U2 ինքնաթիռներ կար, չէ, որից մեկը խորհրդային միության գլխին խփեցին, ինքը էլի նկարահանող ինքնաթիռ էր։ Ինքը պատերազմի մեջ չէր։ Հա, բայց գործողությունը էդ էր։ Իսկ բանը օթապարիկը որ վերև էր, ուրեմն sense բանը հետագայում տրուբեք հայտնվեցին, տրուբով էին գոռում, իսկ բանը չէ, հետագայում չէ, սկզբից գոռում էին եւ օթապարիկը շատ չէին կարող բարձրացնեին, կամ շատ բարձրանում էին եւ բանը թղթով իջացնում էր ինչա գրած, որը մի քիչ զադերշկեք էր ելնում։ Հետո երբ որ հոսանքը ավելի լավ սկսեց օգտագործվել, հեռագիր նկատի ունեմ, այնտեղ վերևը հեռավոր էր նստում, ներքևը անմիջապես շատ կարճ ժամանակում բանը տալիս էր կոորդինատները։ Կարճ ասած մարդուն շատ վաղուց է սպանում, շատ վաղուց է պաշտպանում իր ընտանիքը, շատ վաղուց պաշտպանում է, ասենք, դե հենց սկսել է սպանել այդ ժամանակվանից, էլի երևի։ Դե խոսքը ինքը կարող է չէր սպանում, բայց վագրերից ու առյուծներից պաշտպանվում էր, այո։ Այդ ժամանակներից միշտ կատարելագործվել է եւ եկել է ինչ-որ բանի եւ ընդամենը այդ նետի ձևերն են փոխվել, ասենց ասեմ։ Քանի նիզակը միայն խոցելու համար էր, ինքը ուրիշ դեր էր խաղում։ Երբ որ նիզակը դարավ նետելու, ինքը կատարելագործվեց դարավ նետ եւ նետը հետագայում հիմա դարել է, չգիտեմ, Էսկանդեր, Պերշին, հետո արբալետ, հետո եւ այլն։ Դարել է, ասենք, հեռախփող հրթիռներ։ Նկատում եմ ես, որ այս պատերազմում երևի թե ինքը նաև աննախադեպ է նրանով, որ բավականին շատ քաղաքացիական սարքավորումներ են կիրառվում ռազմական գործողություններում։ Օրինակ վերջերս լուր տարածվեց, որ Ուկրաինան Իլոն Մասկի հետ բանակցությունների արդյունքում կարողացել է անջատել Starlink-ի այն սարքերը, որը ռուսական կողմը կիրառում էր հարվածելու համար Ուկրաինա, այսինքն դրվում էր դրոնների վրա, եթե ես ճիշտ հասկացա ընթացքը։ Այսինքն շատ է օգտագործվում, սա փաստորեն քաղաքացիական կապ է Starlink-ը, ինքը ռազմական կապ չի։ Ընդհանրապես ինքը, ես չի ասի ինքը քաղաքացիական կապ է, ինքը բանա դաշտային փորձարկումներ է անցնում, համոզված եմ, որ այնտեղ ռազմական լուրջ բաղադրիչ կա եւ Պենտագոնը այդ ամեն ինչը, ասենք, հրահրել է, որ այդպես լինի, անգամ Իլոն Մասկի այդ սարքերը, ես ինչքան գիտեմ, ինքը հնես չի էլի, որ լիքը փող ուներ ու այդ ամեն ինչը ինքը սարքում էր սեփական փողերով։ Սպուտնիկների մասին է խոսքը։ Հա, սպուտնիկների մասին է խոսքը, որ դա պետության կողմից, ասենք, ֆինանսավորված, այդ թվում նաև, ասենք, Պենտագոնի կողմից, եթե անմիջապես ինքը չի, ասենք, միջնորդավորված խոսքի Lockheed Martin-ը կամ Boeing-ն արել, կապ չունի, էլի։ Ինքը ռազմական պրոյեկտ է։ Ուղղակի արևմտյան եւ ռուսական այդ թվում նաև, ասենք, ներմոտ է այտենց տարբերվում ենք մենք բան ապրանքի վաճառքի բանի հարցում մոտեցումներում արևմուտքը անմիջապես երբ որ ինչ-որ սկզբունք է սկսվում կիրառվել, հələ չի էլ կիրառվում, բայց բացահայտվել է, անմիջապես ինքը երկու ուղղության վրա է զարգացնում։
քաղաքացիական եւ ռազմական սովետական միությունը եւ այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունը ցանկացած գործարան գաղտնի բաներ անում անգամ ասենք աման-չամանի արտադրող գործարանները գաղտնի պալիվայե պոչտա բան sense ամեն ինչը գաղտնի բերում էր իհարկե մարազմի նաև միջև հիմա բերում է մարազմի Հայաստանի Հանրապետությունում իդեպ Ռուսաստանում էր որտեղ Ռուսաստանը շատ է փոխվել ասենք իր մարտական ասենք բանի մեջ վերաբերմունքի մեջ զինվորի նկատմամբ սպայի ասենք վերաբերմունքը զինվորի հետ իրար մեջ կապերը շատ հորիզոնական կապեր է ստեղծվում ուզած ստեղծվում է մանավանդ այդ երկար ժամանակ ասենք դիրքային պատերազմների մեջ շատ հորիզոնական կապեր են ստեղծվում եւ հետադարձ կապ է ստեղծվում հասարակության հետ որը մատակարարում է ասենք տարբեր ոչ ռազմական գույք որը որ օգտագործվում է մարտի դաշտում Սովետը եւ Հայաստանը Ռուսաստանն էլ ասենք այն ինչ որ պատերազմից դուրս է թիկունք նախարարություններ, կառավարություն, բան, իրանք դեռ լրված են, դեռ չեն հասկանում 21-րդ դարը, որ եկել է, ինչ փոփոխություններ է պետք մտցնել, որպեսզի զինված պայքարի մեջ, ասենք, տակ չտաս։ Դա մենակ մեզ չի վերաբերվում, որ նայեք, մենք ինչով ենք տարբերվում, ասենք, մեր վարչապետը Պուտինից ինչով է տարբերվում։ Դե ոչինչ բանով։ Հլով կարա իրան բան դեմ ասի կառավարությունից։ Դեմ շնչող մարդուն հանում են ոչ թե ասող քանի հատ տես նախարար ուղակի դուրս հայտնվեց որ շունչ էին պահել չէին արտահայտվել դա բավարար էր որ ասենք Քերոփյանը կամ Անանյանը ասենք դուրս հայտնվեն նույնը բանա այդ սովետական մտածելակերպի մասին է խոսքը որ բանա կոմանդիր всегда прав я начальник ты дурак այդ սկզբունքներն է բայց 21-րդ դարում թե մարտի դաշտում թե պետությունների մրցավազքում թե ով ավելի շուտ դրախտի դուռը կբացի բան դու պիտի լինես ավելի մեծ ուժերի տեր իսկ լինել 5%-ի անվերապահ հրամանատարը եւ 95-ի կողմից մեկ արհամարվես, մեկ սիրվես, մեկ ատվես դա նշանակում է որ դու այդ 95%-ի առաջնորդը չես եւ հասարակությունը պետական բանի մեջ չներթափանցելը Ռուսաստանում, պուտինական Ռուսաստանում եւ նիկոլական Հայաստանում դա շատ օրինաչափ է մնացել է ավտորիտար Տրոցկու եւ հետագայում Ստալինի, ասենք, ժամանակներ։ Հրամանատար 20 րոպեն գերազանցել ենք արդեն մեր զրույցում, մի 10 Եթե ոչ մի բան չենք ասել, մի 10 ունենք, էդ էլ մի կողմ, ես առաջարկում եմ, որ հաջորդ հաղորդմանը խոսենք աշխարհազորի կիրառման մասին, որովհետև մեծ հաշվով երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս կբանի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա առաջի դեպքն է, երբ աշխարհազորը երկու կողմերում էլ լայնամասշտաբ կիրառվել է, նո մեր ռեգիոնում, հա, չգիտեմ, Եվրոպայում, որ երկարատև պատերազմ լինի, որտեղ որ ռեզերվը կիրառվի աշխարհազորը, այդտեղ տարածքային պաշտպանությունը, հաջորդ հաղորդմանը դրա մասին խոսենք, բայց ավարտենք մեր դասերով Այսինքն այդտեղ պատերազմի ձևը փոխվում ենք հիմա դրոններից ենք խոսում, դիտող դրոններից ենք խոսում։ Գրեթե մենակ դրոններից խոսացինք, դա։ Մենք չխոսացինք տանկերի, ասենք, դիրքային պատերազմի մեջ օգտագործելու, զրահտեխնիկայի օգտագործելուց։ Եթե ուշադրություն դարձրել եք, ասենք 22 թվականի արդեն վերջից հայտնվեցին, ասենք տարբեր պաշտպանական համակարգեր տանկերի եւ մեծ տեխնիկաների վրա, որոնք ի վիճակի կլինեն մի քանի տոննանոց երկաթի ցանցը իրանց վրա քաշ տալ։ Դարավ դանդաղաշարժ տանկը, որի առավելությունը արագաշարժությունն էր, այո, ասենք ինքը դարավ դանդաղաշարժ դիրքային, ասենք մարտերում։ Դարավ տեղավ շարժվող հրետանի, կրակակ է, դե ինքը սենց տենենց միշտ այդ ձև օգտագործվել է, ասենք նաև այդ ձևը օգտագործվել, բայց իր գլխավոր խնդիրը դա մոբիլ հարձակում է, ասենք կամ էլ հարձակված դիրքերը ճղած հակառակորդի դեմը բռունցքով, ասենք հարվածով արագ հասնել ու մի հարվածով կայնացնել։ Այսինքն զինատեսակներ կան, նոր զինատեսակներ հայտնվեցին եւ զինատեսակներ կան, որոնք փոխեցին իրենց գործարծության ձևը։
գրեթե բոլոր ձևերը ոչ թե փոխեցին, այլ հիմա այս մարտերում դրսևորում են ուրիշ ձև, այն մեր ստանդարտ սովորած, որ տանկը պետք է լինի արագ բան, իսկ այդ դիրքային պատերազմների մեջ, ասենք առաջներում էլ, հիմա էլ որ օգտագործվում է տանկը, որ հելավ կրակեց հետ քաշվավ պահկվեց, ասենք ոնց որ դա հաշվի չառնենք, որովհետև այդ պատկերները ցանկացած մարդ պատկերների ռոպագանդայի, ասենք զո ասեմ, հա հենց զո է ու այդ պատկերացումները շատ հաճախ անգամ ներթափանցում են պրոֆեսիոնալ զինվորական, ասենք միջավայր եւ շատ-շատերը առաջ մտածում էին, որ տանկը մենակ այդ ձևը օգտագործվում, հիմա էլ ասում են տանկի դարը անցել է, բայց կա այդ խոսակցությունը, որ տանկը այդ ինչ զենք է, հա, բայց երբ որ նման բան ասում են զինվորականները կամ իրենց ռազմական որ դա հակերի վրա դագաղ է տանկը, իրենց ռազմական էքսպերտ հրճակած մարդիկ, ասենք կամ եթե ուրիշները իրանց թղթով ռազմական էքսպերտի պայմանագիր են կնքել, ինձ դա զարմացնում է, որովհետև ասենք լավ ասենք թե այդ հավերժ պետք է լինի դիրքային պատերազմ, բայց օրերից մի օր ասենք ռուս-ուկրաինականը չէ, մի ուրիշ տեղ հնարավոր է, չէ, ասենք Ճեխքում լինի եւ ասենք ինչով են էտալու բագիներով, հա, մոտոներով մոտոցիկլետների մասին էլ կխոսենք, ես ռոբոտացված բանն է, այ բանա նայեք երկրորդ համաշխարհայինի ժամանակ առաջինի վերջում արդեն հայտնվեց ռոբոտացված համակարգ, այնքան էլ տենց չէ, ինքը ավելի շատ դիստանցիոն բանա կառավարվող, sense հաստ կաբելով բանով սարքեր, երկրորդ համաշխարհայինի վերաբերյալ մի հատ բան ասեմ, լեհական դիմադրության մասին ֆիլմ կար, լույսը թունելի վերջում մոտավորապես sense էր վերնագիրը, այնտեղ ուրեմն ֆիլմը սկսում է դրանով, որ քաղաքային մարդ է եւ գերմանական տանկից առանձնացած բանը տանկետկա է գալի ու ինքը այդ տղեն շատ խիզախ գրագետ զինվորական էր, բանը այն փոքր բանը բահը վերցնում է եւ այդում կաբելը կդրում է, դարձնում է իրան ոչ պիտանի այդ ժամանակվանից արդեն դիստանցիոն օգտագործվող առանց մարդուն վտանգելու զենքի տեսակներ կար, հիմա ուղղակի ռադիո գործնա զարգացել, շատ բաներ զարգացել են, հեռավար կառավարման հեռավորություններն են, դիստանցիաներն է մեծացել, եւ իհարկե բաները, մարտկոցները, որոնք մոբիլություն են, մարտկոցները, այդ նույն տանկետկեն ես կարծում եմ, ես չեմ իմանում էլի, ասենք այնտեղ բանը ակումուլյատորով էր, թե այդ հաստ կաբելը, որ հետևից էթում էր, մեջն էր հոսակը, չգիտեմ, բայց համենայն դեպս, բանը, այտենց էր կառավարում, հիմա ակումուլյատորները, մանավանդ ֆերումային ակումուլյատորներ են հայտնվել, չինական մի հատ ֆիրմա է, ոնց որ ասած գլխավոր իր արտադրողը, լիցիևից այդ բացի, ինքը հետնել մի քիչ ավելի էժան է, եւ գալիս է, ասենք, եւ քաշնա փոխվե եւ գիննա փոխվե, բանը, ոնց ասած, պրամышленный ռևոլյուցիա, որ եղավ 19-րդ դարում, արդյունաբերական հեղափոխությունը, չէ՞ որ այդ արդյունաբերական հեղափոխությունը ինչ որ կար 19-րդ դարում պարավոզը, չգիտեմ, то есть շոկեքաշ բան, այդ ամեն ինչ 19-րդ դարում չեն հորինել։ Այդ ամեն ինչը հորինել են 16-րդ դարում, 15-րդ դարում, 17-րդ դարում, կոնկրետ գործող շոկեքաշ 17-րդ դարում Ստիվենսեն ազգանունով, կարծեմ ինչքան հիշում եմ, մի հատ անգլիացի սարքել էր, գործող մոդել ուներ, ասենք, բայց տեխնոլոգիաները չէր զարգանում, այ ոնց որ ես շատ վաղուց դեռևս 80 թվականներին ուրեմն Մոսկվայում Արուժեյնի պալատա այտենց բան կար, թանգարան Կրեմլում, հիմա էլ կա։ Հիմա չգիտեմ, կարող դրոնով եկե խփում բան ասեմ։ Հիմա կաբելը հեռու է տանում դրոնին, էլի, ասենք առանց ռեպի ազդեցության։ Ուրեմն այնտեղ ես զարմացա, ուրեմն ատրճանակ էր 15-րդ դարի վերջ, 16-ի սկիզբ վրան գրած էր։ Նայեմ, տնամ նարեզ է երևում մեջը, դե փողը մեծ է, շատ, ասենց երևի մի 3 կոպեկանոցի չափով, էլի, այտենց մի 3 սանտիմ։ Նայում եմ նարեզ է երևում, ասում եմ, բանա, այս աշխատողին հարցրեցի, բանա, գիդին, ասաց ես չգիտեմ, բայց բանա, ճիշտ է, ջահել էի, ասենք, բայց համարեց, որ արժե ինձ պատասխանում, մեկին կանչեց, այն եկավ, ասաց, հա, շատ նորմալ է, դա սրանից ավելի հին կա, ես եմ Գերմանիայում
ինչ որ քաղաքում բան կա 12-րդ դար, չէ 13-րդ դար, ամենասկիզբն է, այո, ամենասկիզբն է, ակոսավոր արդեն եղել է, բայց տեխնոլոգիան այնքան թանկ է եղել, որ իրան մասսայական արտադրել հնարավոր չէ, եւ այս ակոսավոր ատրճանակը ավելի թանկ էր, քան ասենք մի գյուղ արժողությամբ զրահը ասպետի։ Եվ դրա համար չի բան արել։ Հիմա նույն ձևով այդ անօթաչու սարքերը թրջող սովետի բաները առաջիններից մեկն են եղել, բայց ինքը տեխնոլոգիապես հետ ընկավ, նաև ֆինանսական դժվարությունների պատճառով, նաև բանը սովետի փլուզման պատճառով ինքը հետ ընկավ, ինքը այդ օգտագործում էր անօթաչու սարքերը ինչի համար, հանում էր բան օդ ու բանը հակաօդային համակարգը կրակում էր իր վրա, որպես թիրախ էր օգտագործում։ Նույնը արևմուտքում, ասենք, կարող է իրարից մի քանի տարի առաջ ու հետ են, ասենք, բան արել։ Դրա հիման վրա հրեաները, ուրեմն բանը Իսրայելում սարքեցին մանևրող թիրախ։ Այդ մանևրող թիրախը կամաց բերեց իրան ուրիշ բանի վերածեց։ Այն ժամանակ դա սարսափելի թանկ էր։ Բոլորս, ասենք, գոնե իմ սերունդը տեսել է սովետական անօթաչու սարքը, չափսերով մի քիչ մեծ, այս շենքից մի քիչ փոքր, անունը Բուրան, որ հելավ տիեզերք ֆռած հետ եկավ։ Դա անօթաչու, բա ինչ էր։ Անօթաչու սարք էր, դա ամերիկյան շատլն էր մեջը մարկա։ Ինձ թվում էր ինքն էլ է օթաչու։ Չէ, Բուրանի մեջ կարող է այդ մարտնստեսնեին, եթե այդ ծրագիրը շարունակվեր, բայց ասենք ինքը անօթաչու սարք էր, կարճ ասած։ Դե ի վերջո Սպուտնիկը իրենք անօթաչու սարքեր են, չէ՞, իրենք թարգմել, բայց ինքը կարող է մի 100 տոննա ոսկու գին ունել, ասենք։ Իսկ հիմա նման բան սարքելը, հենց այդ գործերի համար չի, ինքը շատ է հետևացել։ Արդեն բազմաթիվ տերակտներ կան կատարված, ասենք, տարբեր տերարիստների կողմից հզորագույն ռազմական բազաների վրա հարձակումներ, կարող է հիշեք Խմեյմիմի վրա, երբ որ ֆաներայից սարքած, մի քանիսը նկարել են, պլաստիկի շշի մեջ փայտերով հավաքած անօթաչուներ էին։ Ֆաներայից անօթաչու էր, տակը Coca-Cola-ի շշերով բանը ռումբեր էին սարքել, то есть բանը պայթուցիկից բացի ընդ արժեք մեկել երևի վենտիլատորն է, դրանել իր փոխարեն կարող է մի հատ գաստարբայտեր էին նստացրել ֆռսնում էր դա, ասենք, չգիտեմ։ Բանը, то есть տեխնոլոգիաները զարգացել է այնքան, մանավանդ Չինաստանը շատ նպաստեց այդ տեխնոլոգիաները զարգանան եւ էժանանան ու շատ էժանանան, էլի։ Հիմա մենք ինչ հետևություն պետք է անենք։ Առաջինը կան բաներ, որ անփոփոխ է, դա անփոփոխ է ուղղակի։ Եթե էշ չենք, Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա իր կապը։ Դա մեկ, պարտադիր։ Եթե էշ չենք, Հայաստանի Հանրապետությունը պետք է արտադրի իր падրոնը, գոնե գլխավոր կալիբր, падրոնը եւ սնարյադները, գլխավոր կալիբրները։ Ասենք 7.62 Փամփուշտը Կալաշնիկի համար, քանի որ Կալաշնիկ ենք օգտագործում 5.45-ը Կալաշնիկի համար եւ ասենք հիմա գլխավոր հրետանավոր կալիբրը փոխվում է մեր մոտ, հասկանանք որն է լինելու, այո, 155-ը ստեղ արտադրվի։ Դա եթե էշ չենք, պետք է ունենանք մեր կապը, մեր բանը ամենօրյա ռասխոդնիկները, բանը հակառակորդին խոցող, դա փամփուշտն ու սնարյադը։ Եթե էշ չենք, պետք է մաքսիմալ քիչ բան առնենք պատրաստի զենքի տեսակներ բարձր տեխնոլոգիայով, այլ այդ տեխնոլոգիաները ստեղ զարգացնենք կամ գոնե առնենք տեխնոլոգիաները ստեղ արտադրենք, ստեղ մեծացնենք, լավացնենք, լավարկենք։ Դա ուրիշ երկրների ճանապարհը, որը չունի այդտենց հմուտ պոտենցիալ գիտական պոտենցիալ չունի, մարդկանցից բաղկացած բնակչություն։ Քո բնակչությունը աշխատում է ոչ մի բան չանի, չաշխատի, դա լավագույն ձևերից մեկը, ինչի համար է մեր մոտ զարգանում բանը, որովհետև բանը այդ IT ոլորտը, որովհետև ընդ լավ վարձատրում են եւ այն ստիպված քարի վրա ծառաճացնելուց, ասենք, հայը կարա իր բանը թամբալությունը բան անելով, հաշվի առնելով խուսափի, էլ չէ դա քարը տանջվելով, քրդնելով ջարդի, որ ծառ տանգի վրան, այլ կարա մի փոքր մի գործանի ու այդ ծառի 10 անգամ ավել բերք կառնա գնի շուկայից։ Ուզում եմ ասեմ, այդ դա պիտի զարգացնես քո մոտ։ Երկաթը շատ
կոնկրետ գին ունի, ասենք, թնդանոթը, բայց իր նաչինքեն, որ ինքը ճշգրիտ կրականի, սնարյադը կոնկրետ մետաղի գինն է եւ բարոթի գինն է, կապսուլի գինն է, բայց որ այդ սնարյադը գնա ուղղորդվող, դա արդեն բարձր տեխնոլոգիաներ են, որ այդ սնարյադի գինը այդ հրետանո համակարգա դա դառնում բարդ ինքը 10-պատիկ չէ, կարող է 50-պատիկ կամ 100-պատիկ գինը թանգանում է։ Այս սրա մեջ պետք է արդեն դու փող չծախսես, պետք է դու ծախսես, բայց քո բնակչության մեջ։ Անկամ եթե նույն գինն է նստում, անկամ եթե սկզբի ժամանակով ասենք ավելի թանկ է նստում, եթե էշ չես, ես sense կոպիտ եմ ասում, որտեվ այստեղը սա ասել էլի խնդալու թվերը, որ հայ ռազմարտադրության վրա է ծախսվում։ Հələ պատկերացրեք այն հսկայական ծախսերը, որ մենք անում ենք ու առնում ենք երկաթից բացի լիքը տեխնոլոգիաներ, որ կարող ենք ստե զարգացնենք։ Ցավալիա, եթե էշ չենք, որ ասում եմ, կարանք ասենք, որ լավ էլ էշենք, որովհետև հերու չենք նայում։ Հիմա Իրանը որ խառնվավ, հանգարց, ինչ ենք անելու։ Ոչ մի բան չենք անելու, խոսքը լոգիստիկ խնդիրների մասին է։ Վրաստանը մեզ զենք չի տալի, եթե Իրանում խնդիր եղավ, մեր այդ ճանապարհն էլ փակվեց, մենք այդքան բանը հաշվի առնելով, մենք հիմա Վրաստանի գլխավոր լյուբովնիկը պետք է դառնայինք, կամ ասենք, չգիտեմ, աղբերացում դառել ենք։ Աղբերացում եթե կարելի է։ Չի երևում, որովհետև անընդհատ ինչ-որ հարկեր ա դնում մեր վարորդների վզին, իսկ ուր ասենք պետության դիվանագիտությունը են, որ դիվանագետը կարծեմ Արտյոս Թրվռյանը, չէ, Արտյոս Չաղունցը, Լև Տոլստոյն էր ասել, որ երկու դիվանագետի երբ որ լսում ես, քեզ թվում է ամեն մի դիվանագետ իր երկիրը դավաճանում է։ Այդ սկզբունքով ուր է մեր դիվանագիտությունը Վրաստանի սիրտը շահած բան։ Ես չեմ տենում։ Թեմայից թեմա չգնանք հրամանատար, մեր ժամանակը ավարտին է մոտենում, մենք պայմանավորվեցինք, որ հաջորդ հաղորդմանը քննարկելու ենք ոչ պրոֆեսիոնալ զինվորականների զինվորական ստորաբաժանումների մեջ ընդգրկելը եւ իրանց հնարավորինս ուժ զոհվելը կամ Ուկրաինայի ռուս-ուկրաինական պատերազմի օրինակով, ով ոնց կիրառեց, ով ինչ հաջողությունների հասավ, ով ինչ սխալներ արեց։ Մի կարճ բան ասեմ, էլի ժամանակը դաժե եթե թույլ չի տալի։ Հայր ջան, դադարեք, էլի այնքան եմ լսում հայը մեկ էլ ասում է Սլավա Ուկրաինի, Գերոյեմ Սլավա։ Այդ Գերոյեմ Սլավը, որ ասում են երկրորդ համաշխարհայինում Վալինսկի Ռիզնյանը ասկսում մի գյուղում, այդ գյուղից ասկսում, որտեղ բնակչության կեսը հայեր էին ու իրանց մորթեցին։ Սլավա արմյանսկому войну, այդ ու ես հասկանում եմ։ Սլավա Արմենիա։ Ախպեր, խես իրանց ասենք նարատիվներ ասում, թեկուս ռուսական, թեկուս ուկրաինական։ Մեր երկրի մասին եկեք մտածենք, էլի մի քիչ ուրիշի դարդերի խաթր իրար անպատվենք, իրար չգիտեմ ինչա ստրուկ, ինչա ես հիմա ինչ պիտակավորենք, ոչ մի տղամարդկություն չունենալով այդ բանը ասենք նախ վերադառնանք, ասենք պատվի դաշտ, էլի դադարենք իրար անպատվել համացանցում։ Հիմա այնպես չի, որ ինձ այս վերջերս անպատվել են, դրա հետ չեմ, բայց ես կարդում եմ ոնց են անպատվում, ասենք աչ ու ձախ իրար։ Մի արեք տենց բաներ, հայր ջան։ Մի էփվեք ուրիշների ճաշի մեջ, այդ Սլավա Ուկրաինի կամ ասենք Վիլիկա Ռոսիա կամ ես հիմա ինչ էլի ասենք, կամ Տրամպի ցավը տանեմ։ Ախպեր Տրամպի ցավը թողեն գեղեցկուի կնիկը տանի կլնի, ասենք։ Եկեք մենք մեր բանով տապակվենք, էլի։ Փառք հերոսներին ու հերոսացածներին։ Այո, փառք իրանց։ Աստված պահի Հայաստանի Հանրապետությունը։ Մենք հաջորդ հաղորդմանը խոսում ենք աշխարհազորի եւ տարածքային պաշտպանական զորքերի մասին։ Այսօր այսքանը հետախույզի օրագիրներ, հեղինակը Վվա Վարդանովը առաջին խոսափողի մոտ, Դավիթ Խումարյանը երկրորդի մոտ։ Շարունակեք լսել գործարար ալիքը։ Ստեսություն։